Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մասնավորապես նախորդին ներկայացրել ենք միջնորդություն, որպեսզի սահմանափակումը կարգման արգելքի վերածվի բացառապես երեխաների դայակի իննովացիոնի մասով եւ երեխաների դատան խնդրել ենք, որպեսզի Դավիթ Համբարձումյանի թույլատրելի այցելեր ստամատոլոգիական կլինիկա փետրվարի 4-ին, բայց նկատի ունենալով այն հանգամանքը, որ նա ստամատոլոգիական կլինիկա այցելերի մասով ըստեյության փետրվարի 4-ի մասով միջնորդությունը քննարկել այլևս առաջարժույթ է, այդ մասով դրացում ունենք, ինչպես նաեւ պատվարժանքատարան նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ ըստեյության մեր ամենայն դեպս դիտարկման մեր կանխատեսումներով նման օրինակ միջնորդությունները, քանի որ դատական պրակտիկայում շատ հաճախ քննարկվում են նաև առանց դատականից հրավիրելու, մենք մասնակի ենք ներկայացրել մեր այն միջնորդությունը, ինչ որ ցանկանում ենք ամբողջությամբ ներկայացնել, ես հիմա դրացված տարբերակ կներկայացնեմ, ինչը վերաբերում է սահմանափակումը ամբողջությամբ վերացնելու։ Պատվարժան դատական ինչպես հայտնի է ձեր կողմից հունվարի 15-ին կայացված խափանումների վերաբերյալ որոշման փոփոխվել է պարոն Համբարձումյանի նկատմամբ կիրառված կարգը եւ կիրառվել է տնային կարգ խափանումիջոցը համակցված գրավ խափանումիջոցով, ինչպես նաեւ բացակայելու արտադրական խափանումիջոցով։ Եվ որպես տնային կարգի սահմանափակումներ վերաքննիչ դատարանի կողմից սահմանվել է բացառապես հյուրընկալման արգելքը եւ թույլատրվել է, որպեսզի պարոն Համբարձումյանը շփումներ ունենա բացառապես մերձավոր ազգականների հետ եւ մի ժամանակ վերաքննիչ դատարանը չի սահմանափակել պարոն Համբարձումյանի հեռախոսային խոսակցություններ ունենալու, ինչպես նաև համացանցից օգտվելու, այսպես ասած, հնարավորությունները եւ կամ իրավունքը։ Այս առումով պատվարժան դատարան, թեև մենք ունենք որոշակի անհամաձայնություն դատարանի որոշման հետ տնային կալանք կիրառելու հետ կապված եւ մեր անհամաձայնությունը արտահայտել ենք այդ որոշման դեմ վճռաբեր խորհուրդ ներկայացնելով, սակայն սույն փուլում մենք ներկայացնում ենք միջնորդություն, որը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով։ Նկատի ունենալով, որ վերաքննիչ դատարանի կողմից արձանագրվել է պարոն Համբարձումյանի կողմից հավանական գործողություններից 116-րդ հոդվածի համապատասխան մասով նախատեսված բացառապես խախտվելու մտավախությունը եւ այն էլ նվազ մտավախությունը, պատվարժան դատարան մեր համար համենայն դեպս պաշտպանական կողմի համար անհասկանալի է, թե հյուրընկալման արգելքը ինչի չեզոքացման համար է կիրառվել եւ նույն տրամաբանությամբ պատվարժան դատարան այն պայմաններում եւ պարոն Համբարձումյանին թույլատրվում է ունենալ լրատվային խոսակցություններ բոլոր հնարավոր անձանց հետ ունենալը շփումներ համացանցի միջոցով մեր համար անհասկանալի է, թե ինչու պարոն Համբարձումյանը չի կարող այդ նույն անձանց հետ առերես շփվել, տեսակցել նշված անձանց հետ։ Եվ ընդ որում պատվարժան դատարան առանցքային է նաև այն հանգամանքը, որ երբ որ պարոն Համբարձումյանի նկատմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը, վերջինիս տեսակցությունները այլև առհասարակ հաղորդակցության իրավունքը սահմանափակված չի եղել եւ տրամաբանական է, որովհետեւ այն պայմաններում, երբ որ անձի նկատմամբ կալանք է կիրառվում դատապարտման հիմքով, հիմքը ոչ թե ապացուցման գործընթացի միջամտությունն է լինում, այլ փախուստն է լինում։ Պատվարժան դատարան այնուամենայնիվ անդրադառնալով այն հանգամանքին, թե ինչ է փոխվել ձեր կողմից կայացված որոշումից հետո, մասնավորապես հունվարի 15-ից հետո ինչ է փոխվել, որ մենք ներկայացնում ենք սույն միջնորդությունը, պատվարժան դատարան, ինչպես արդեն նշեցի եւ հայտնի է, դատարանի կողմից չի սահմանափակվել հեռախոսային հաղորդակցություն ունենալու պարոն Համբարձումյանի իրավունքը եւ այս ամբողջ ընթացքում գրեթե մեկ ամիս է պարոն Համբարձումյանը ազատորեն օգտվում է այդ իրավունքից, իրեն տրված հնարավորությունից եւ բացի դրանից պատվարժան դատարան երբեք խախտում չի արձանագրվել ըստեյության պրոբացիայի ծառայության կողմից։ Եվ հետեւաբար պատվարժան դատարան մենք գտնում ենք, որ դատարանը սույնքուլում կարող է քննարկման առարկա դարձնել նաև այդ հանգամանքի հաշվառման, որ հեռախոսային խոսակցություն ունենալու իրավունքահատված չէ եւ պարոն Համբարձումյանը ըստեյության որ մեկ ամիս ազատորեն օգտվում է իր այդ իրավունքից, դատարանը սույնքուլում կարող է գնահատման ենթարկել նաև այդ հանգամանքը որպես օրինակելի պատշաճ վարքագիծ եւ քննարկել առհասարակ հյուրընկալման արգելքը վերացնելու հարցը։ Եվ ընդ որում պատվարժան դատարան մեր համար սույն դեպքում անհասկանալի է նաև թե ինչու պարոն Համբարձումյանը կարող է շփումներ ունենալ իր մերձավոր ազգականների հետ, բայց նույն տրամաբանությամբ չի կարող շփումներ ունենալ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի առաջին մասի 54-րդ կետով նախատեսված ազգականների հետ։ Ագելի պաշտպան, դա արդեն վճռաբեկ որոշակ ներկայացնում վերաքննիչ դատարանի որոշման հետ։ Դա վճռաբեկ դատարանը կներկայացնի։ Գնաց այն միջնորդությունը ներկայացնում կարճի պունկտը։ Պատվարժան դատարան ըստ էության մեր միջնորդության առանցքը կայանում է հենց այդ հանգամանքը, որպես նոր հանգամանք, որպես այդպիսի, որ հունվարի 15-ից սկսած պարոն Համբարձումյանը ազատորեն օգտվել է հեռախոսային խոսակցություններ ունենալու իրավունքից, երբ մենք խախտում չի արձանագրել պրոբացիայի ծառայության կողմից, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ վերջինս խափանուճի միակ ինքը թաքնվելու
մտավախությունը եւ այլն նվազ մտավախությունը դատարանի միջնորդում ենք որպեսզի վերացնի 19/01/2026 թվականի կայացված որոշմամբ Դավիթ Համբարձումյանի փաստարկի բնակության վայրում վերջինս կողմից այլ անցած հյուրընկալելու արգելքը, որն իր մեջ ներառում է նաեւ համապատասխանաբար Լիլիթ Ղուկասյանի մասով ներկայացված հաղորդի միջնորդությունը։ Ինչ վերաբերվում է պատվարժան դատարան ստոմատոլոգիական կլինիկային, այս մասով պատվարժան դատարան ըստ էության մենք ներկայացրել ենք նոր փաստաթուղթ տրված բժշկի կողմից, որով վերջինս հայտնել է, որ կարող է պարոն Համբարձումյանին ընդունել փետրվարի 16-ին ժամը 14:00-ին եւ փետրվարի 18-ին առանձին, որովհետեւ մի քանի խնդիր ունի պարոն Համբարձումյանը ժամը 13:00-ին։ Ընդ որում նշեմ պատվարժան դատարան, թեև նախորդիվ ներկայացված միջնորդությանը ես ստացել էի համապատասխան բժշկի տեղեկանք, որ կառանավայրից համապատասխանաբար պարոն Համբարձումյանը ուղեկցվել է ստոմատոլոգիական կլինիկա, սակայն այս ընթացքում կատարել է հարցում նաև քրեակատարողական բժշկության կենտրոն ՕԱԿ-ին եւ երեք ստացվել է պարոն Կամո Մանուկյանի դրությունը, որը վերջինս հավաստել է, որ թույլատրվել իրենց կողմից թույլատրվել է, որպեսզի պարոն Համբարձումյանի կանայքի կրման ընթացքում մի քանի այցով վերջինս տեղափոխվի Վարդանանց 10-1 հասցեին գտնվող արտադրաբուժական կլինիկա բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի մոտ։ Պատվարժան դատարան նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ ըստ էության թեև բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը սահմանել է այն ժամերը, երբ կարող է ընդունել, սակայն թույլտվություն հնարավոր թույլտվություն դեպքում կխնդրենք, որպեսզի դատարանը հաշվի առնի նաև այն ժամանակահատվածը, որը որ մոտավորապես անհրաժեշտ է, որպեսզի այդ գործողությունը իրականացվի, ինչպես նաև ճանապարհի վրա ծախսող ժամանակը, եւ ըստ այդմ հայցում ենք ձեզանից, որպեսզի պատվարժան դատարան թույլտվությունները տրամադրվեն հետեւյալ ժամանակով։ Մասնավորապես 16/02/2026 թվականի ժամը 14:00-ին, որպեսզի բժշկի մոտ լինի, պարոն Համբարձումյանի թույլատրել տանից բացակայել ժամը 13:30-ից եւ 16:00, որպեսզի վերջինս լինի արդեն տանը։ Եվ համապատասխանաբար պատվարժան դատարան 18:02/26 թվականի այցի համար, քանի որ բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը նախատեսել է ժամը 13:00-ին իրականացնել համապատասխան ստոմատոլոգիական բժշկություն, մենք հայցում ենք ձեզանից, որպեսզի թույլտվությունը տրամադրվի սկսած ժամը 12:30-ին եւ պարոն Համբարձումյանը, որպեսզի տանը լինի արդեն 15:00-ին, որ պատվարժան դատարան այս ամբողջ ժամանակահատվածը իր մեջ ներառում է գնալու, վերադարձի, ինչպես նաեւ համապատասխան միջամտությունը իրականացնելու ժամանակահատվածը։ Այսքանը պատվարժան դատարան